Նա բարև ձեզ, ուրեմն այսօր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյանամակի ավականում 2026 թվականի օգոստոս 14-ի արտահայտ նիստն է, օրակարգը բոլորիդ բաժանված է, ովքեր են օրակարգը հաստատելու մասին դեմ, ձեր նպատ չկա, անցնենք օրակարգի առաջին հարցին։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյանամակի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ուղղված 2027 թվականի սուբվենցիոն ծրագրերին հավանություն տալու մասին։ Զեկուցող Գարեգին Գապրելի։ Հարգելի ավականին, համայնքներին սուբվենցիայի տրամադրման կարգ հաստատելու մասին կառավարության որոշ մապարերին համաձայն ձեր հաստատման եք ներկայացնում 2027 թվականի համար մշակված սուբվենցիոն ծրագրային հայտերը։ Մշակվել է 3 սուբվենցիոն ծրագրային հայտ, առաջինը թիվ 2 մանկապարտեզի շենքի կառուցումն է Տերյան 6 հասցեում, երկրորդ հայտը ծրագրային հայտը համայնք Քաջարյան քաղաքի խորհրդաձևերի մակարդակի կառուցումն է եւ երրորդ հայտը Քաջարյան քաղաքի եւ բնակավայրերի փողոցների բակերի վերանորոգման ծրագրային հայտը։ 3 ծրագրային հայտ։ Ընդհանուր առմամբ գումարը ծրագրերից 3 ծրագրերի համար կազմում է 1.954.407.000 դրամ, որից 150 միլիոն դրամը համայնքի պարտադիր ներդրումն է, ամեն յուրաքանչյուր ծրագրի 50 միլիոնական դրամ։ Ընդհանուրից 3 ծրագրի համար պետության ներդրումը կլինի մոտ 952 միլիոն դրամ եւ մոտ 852 միլիոն դրամ էլ այլ ներդրողներ, այս տվյալ ներքում Զանգեզուրի ֆոնզամանորյունային կոմբինատի կողմից կլինի այդ ներդրումը, ամենայն դեպս մենք սպասենք այդ ներդրմանը։ 3 ծրագրերն առաջնահերթություններ ունեն եւ կարեւոր են համայնքի համար, հատկապես մանկապարտեզի կառուցումը։ Դուք գիտեք, որ այդ նույն տեղում մանկապարտեզ է գործում, որը քանդվել է, որի շենքը քանդվել է բանի սեյսմիկ եզրակացության հիման վրա եւ այդտեղ պիտի նոր մանկապարտեզ կառուցվի։ Առկա մանկապարտեզների հզորությունները չեն բավարարում համայնքում բոլոր երեխաներին այդ կրթական համակարգը ընդգրկելու համար։ Եվ մոտ 110 երեխա այսօր հերթագրված, բայց չի կարողանում այդ իրավունքից իրացնի կրթություն ստանալու իրավունք։ Կառուցվել է 225 տեղանոց մանկապարտեզ եւ դա լրիվ արդեն կծածկի այդ անհրաժեշտությունը համայնքում երեխաների կրթություն տրամադրելու իրավունք ապահովելու համար։ Մյուս ծրագիրը կերտաջրերի մաքրման ծրագիրը դել ակնհայտ է այդպիսի կայան ունենալու անհրաժեշտությունը նախ էկոլոգիական խնդիրներով եւ նաեւ հիգիենիկ խնդիրներով, շատ դեպքերում օրինակ կերտաջրերի մաքրման ընդհանրապես կառավարությունը առաջնահերթություն ընդունել իրան ջրերի կառավարման համակարգը բարելավելու եւ նոր մոտեցում ցուցաբերելու այդ խնդիրներին, սա ինչ կապահովի մեզ այդ կերտաջրերի մաքրման կարգավորումը։ Նախ Քաջարյանից ներքև բնակվող գյուղացիները իրենց հողամասերը ողջ գետի ջրով են ոռոգում եւ մենք կիմանանք, որ իրենք մաքուր ջրով ոռոգում, եւ երբ հողը չի աղտոտվի եւ վերաճեցված այդ գյուղատնտեսները աղտոտված չեն։ Երկրորդը բավականին տալա սակավաջուր հատկապես սեզոնին դա հաջորդ տարածքից մոտ աշխատում։ Եվ նաև ջրային համակարգի պահպանման հետ կապված խնդիրները, սա նաև քաղաքական հարցեր է։ Սա որտեղ կառուցվում է։ Այո, եւ համայնքում հանրապետությունում սա կլինի եզակի օրինակ, որ համայնքն կարող է կերտաջրերի մաքրման կառուցի եւ շահագործել։ Երրորդն էլ ճանապարհներն է, ուրեմն Զանգեզուրի փողոցներն է վերանորոգվելու, առաջին երկրորդ թաղամասի փողոցները M2 մայրուղուց դեպի վերին հանդի եկեղեցին տանող ճանապարհը եւ Քաջարյան քաղաքում Խանջյան, Գետափնյա, Գայ, Չարենց փողոցները
Աբովյան փողոցում այս փողոցներում Գետաբնա փողոցը հիմնական խաչմերուկից մինչև սպորտ հրապարակ, սպորտ համալիր, Խանջյան փողոցերի նահարգայիններով դեպի M2-ի խաչմերուկից մինչև Կամուրջը, Չարենցի փողոցը այստեղից սկսած քաղաքապետարն էս հրապարակից սկսված մինչև Չարենցի գրկել ամբողջ Չարենցի փողոցը եւ բոլոր ծրագրերում նաեւ լեռնացման համակարգ է նախատեսված լուսավորության համակարգ է եւ նորի կառուցումը եւ վերանորոգումը եւ հենապատերը, որ ավելի կարևոր է, հենապատերը։ Ես այ հայտա ընդունում եմ, եթե հարցեր կան նախագծերի բանի վերաբերյալ տալ, եթե չկան, ընդունում եմ հաստատել այս ծրագիրը, որ ուղարկենք սա ամբողջական փաթեթներն որ պետք է ուղարկենք արդեն հաստատել հաջորդ տարի։ Վերաբերյալ, եթե ուրիշ հարցեր չկա, խնդրում եմ քվեարկել ովքեր են կողմ, դեմ չկա, ձեռնպատ չկա։ Անցնենք երկրորդ հարցին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բողամասը հրապարակային սակարկություններով էլեկտրոնային հաճույքով վաճառելու մասին։ Զեկուցող Էրմինե Հարությունյանը։ Ուրեմն հիմք ընդունելով մենեջմենթ կոնսալտինգ ՍՊ կողմից տրամադրված գնահատության հաշվետվությունը, ուրեմն առաջարկում է Քաջարյանի համայնքի Քաջարյան քաղաքի Խանջյան փողոց 19/1 հասցեում գտնվող ուրեմն 533.5 քառակուսի մետր բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը հոգեհանգստի սրահ կառուցելու նպատակով ուրեմն մեկնարկային գինը սահմանելով 2.300.000 դրամով հրապարակային սակարկություններով էլեկտրոնային հաճույքով օտարելով 2.300.000 դրամ հիմք ընդունելով մենեջմենթ կոնսալտինգ ՍՊ-ի կողմից տրամադրված գնահատության հաշվետվություն։ Շուկայական արժեքը կազմել է 2.300.000 դրամ եւ հիմք ընդունելով դա մեկնարկային գին սահմանելով էլեկտրոնային հաճույքով տվյալ հողերի կապված հարցեր կան, չէ, եթե չկան, խնդրում եմ քվեարկել, ովքեր են կողմ, դեմ ձեռնպատ չկա, շնորհակալություն, այսօրվա հարցերը սպառվեցին, շնորհակալություն, ելի եկեք կհանդիպենք քաղաքի կողմ։